Վիեննական վալս, օպերային երաժշտություն, ջազային կատարումներ։ Կապան Ֆեստ 2026-ը, որը 4-րդ տարին անընդմեջ Սյունիքի մարզը վերածեց համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչների, երիտասարդ տաղանդների եւ արվեստասեր հանդիսատեսի հանդիպման միջազգային հարթակի, ավարտվեց Վիեննական երեկո Կապանում շքեղ ծրագրով։ Ինձ համար ամենակարևորը հանդիսատեսի արձագանքն է եւ տրամադրվածությունը։ Բոլորը շատ արագ կողմնորոշվեցին եւ դարձան այս ամենի մաս։ Կազմակերպիչները եւ երաժիշտներս ամեն բան արեցինք, որ հանդիսատեսն ուրախանա։ Իսկ ուրախանալ դուք իսկապես գիտեք։ Ավանդույթ դարձած այս փառատոնը հերթական անգամ համախմբեց երաժիշտների, մշակութային գործիչների, գործընկեր կազմակերպությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաեւ բազմաթիվ հյուրերի, ազդարարելով բարձրարվեզ երաժշտությամբ, ստեղծագործական համագործակցություններով եւ մշակութային բացառիկ իրադարձություններով հագեցած 10-օրյա ծրագիրը։ Լիցքավորված ամենաբարձրագույն, ամենապոզիտիվ էներգիայով, շատ ուրախ, որ ամեն ինչը ստացվեց, ու ինչպես միշտ ստացվեց էլ ավելի լավ, քան պլանավորել ենք, քան սպասում էինք, քան սպասողություններ ունենք, իսկապես սա մի մեծ երջանկություն է, ինչ որ մենք բոլորս միասին ապրում ենք, ու պետք է աշխատենք մյուս տարվա վրա, տեսնենք ոնց ենք անում մեր հինգամյակը, որովհետև հինգամյակը իհարկե լինելու է շքեղ մի հրաշք մի բան։ Փառատոնի հիմնադիր թավջութակահար Սևակ Ավանեսյանն ընդգծում է Կապան Ֆեստն արդեն վաղուց գերազանցել է երաժշտական փառատոնի սահմանները, ձևավորելով ստեղծագործական մեծ համայնք։ Ամեն տարի անցյալ տարվան համեմատած ավելի կազմակերպված, ավելի մասշտաբային նոր անուններ, նոր արտիստներ։ Կապան Ֆեստ 2026-ի ծրագրում ընդգրկված էին համաշխարհային ճանաչում ունեցող մենակատարների եւ կամերային երաժշտության հեղինակավոր արտիստների մասնակցությամբ համերգներ, դասական, կամերային եւ ժամանակակից երաժշտության բացառիկ կատարումներ, ինչպես նաեւ նոր ստեղծագործական համագործակցություններ։ Սա իմ երկրորդ տարին էր Կապանում, ես մոտավոր արդեն գիտեի ինչ լիցքեր պետք է ունենայի համերգներից եւ երեկոներից հետո, սակայն ամեն անգամ մի ուրիշ էներգիա է գալիս, որը ուղղակի չես կարող բացատրել բառերով, մի գերբնական հաճույք այստեղ նվագել, այստեղի ժողովրդի համար ներկայանալ եւ անցկացնել ժամանակ արտիստների հետ։ Մեծ տպավորություններ, առավել եւս երբ որ դու լսում ես համաշխարհային մակարդակի աստղերի կատարմամբ, նույնիսկ ասելուց փշաքաղվում եմ, անբացատրելի զգացողություններ են, ամբողջությամբ ոգեշնչվում ես, ուզում ես ինչ-որ բան դու էլ ներդնես, նույնիսկ այս ամեն ինչի մեջ, քանի որ դու էլ, դուք ինչպես նշեցիք, ես ինքս արվեստի մարդ եմ, երկար տարիներ ջազի մթնոլորտում, Կապանի նման ոգեշնչված մշակույթով ու երաժշտությամբ ես տարբեր տեղեր եմ ելույթ ունեցել, հավատացեք, ստեղ մի տեսակ փոշի կա մշակույթի, որ անհնար է դա չնկատել։ Փառատոնի կարևոր ուղղություններից մեկը Կապան Ֆեստ ակադեմիան է, որի շրջանակում աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ երաժիշտները մասնակցեցին ինտենսիվ վարպետության դասերի, աշխատեցին միջազգային հեղինակություն վայելող արվեստագետների հետ եւ վեմ բարձրացան նրանց կողքին, ձեռք բերելով արժեքավոր մասնագիտական փորձ։ Ակադեմիան այս տարի համալրված է 55 երիտասարդ տաղանդներով, սակայն հռչակավոր արտիստների հետ վարպետած դասերին, աշխատարաններին եւ համերգներին մասնակցեցին մոտ 120 երիտասարդ երաժիշտներ Կապանից, Հայաստանի տարբեր մարզերից եւ արտասահմանից։ Սպասումներս լիարժեք արդարացված են, վայելել եմ ամբողջությամբ ֆեստիվալային ընթացքը ու երջանիկ եմ շատ։ Կարևոր է նման միջոցառումների իրականացումը մարզերում, տարբեր քաղաքներում, որպեսզի Հայաստանում հատկապես մշակույթը ավելի տարածված լինի ու կարծում եմ սա շատ լավ ու ուրախալի իրադարձություն է բոլորիս համար։ Փառատոնի գլխավոր գործընկերը Կապանի համայնքապետարանն է։ Կապան Ֆեստ 2026-ի իրականացման աջակցում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ինչպես նաեւ բազմաթիվ գործընկեր կազմակերպություններ եւ աջակիցներ։ Կապան Ֆեստի կազմակերպիչներն ու մասնակիցները նշում են Սյունիքից հեռանում են հանդիսատեսից ստացած ջերմ էմոցիաներով ու խոստանում են հաջորդ տարի վերադառնալ Կապան Ֆեստ հոբելյանական 5-րդ փառատոնով։